Բարև ձեզ, CVK-ի եթերում այսօր զրուցելու ենք քաղաքագետ Հրայր Մանուկյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մանուկյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, ես էլ եմ շնորհակալ հրավերին։ Պարոն Մանուկյան, ներքաղաքական իրադարձություններից ենք խոսելու, գիտեք, որ իմպիչմենտի գործընթաց սկսելու նախաձեռնություններ կան, Հովիկ Աղազարյանն ու իր արդեն կուսակցությունից, մաս կուսակցությունից Հակոբ Ասլանյանն են գործընթացը սկսել, արել էին դա Մալյանի, Էդգար Ղազարյանի առաջարկի հիման վրա, բայց խորհրդարանական ընդդիմությունը մերժեց այս առաջարկը, նշելով, որ Քոչյանը նախանդես եկավ ասուլից հարցազրույցով, որտեղ ասաց, որ լուրջ չի համարում այդ գործընթացը եւ ընդհանրապես այդ իմպիչմենտի գործընթացը, հավանաբար նկատի ունենալով, որ ընդդիմությանը չի հաջողվի քաղաքացիական պայմանագրից ձայներ ստանալ իմպիչմենտի գործընթացը վերջնականացնելու համար, իսկ Սերժ Սարգսյանի պատիվ ունեմ խմբակցությունից ասացին, որ Նիկոլ Փաշինյանին մեկ այլ Նիկոլ Փաշինյանով Էդմոն Մանուկյանի նկատի ունենալով չեն ուզում փոխել, այնպես կմեկնաբանեք պարոն Մանուկյան այս գործընթացները, որովհետև պատիվ ունեմից եւ ընդհանրապես հանրապետականից չեն բացառում, որ սա լավ ճանապարհ է շարունակելու համար եւ գործընթացը իշխանափոխության հասցնելու։ Տեսեք, Քոչարյանը, ես կարծում եմ, որ ճիշտ է գնահատում իրողությունները եւ ինքը շատ հստակ պարզ բան ասեց, որ բոլորս էլ գիտենք։ Այս գործընթացը ի սկզբանե դատապարտված է ցախողմա, որովհետեւ տարբերակ չկա, որ մի 15-20, չգիտեմ դեռ ինչքան է պետք պատգամավոր քաղաքացիական պայմանագրից միանա ուրեմն այդ impeachment կոչվող գործընթացին եւ Քոչարյանը ասեց այս գլխից իմանալով որ զրոյական հավանականություն կա կամ զրոյին մոտ հավանականություն կա այդ process-ի հաջողության, ես ինչի պիտի այդպիսի անլուրջ process-ի մեջ մտնեմ։ Ինչ վերաբերում է պատիվումն Մին Մալյանին, դե մենք իսկապես սա անլուրջ գործընթաց է։ Այդ դեպքում պարոն Մանուկյան, հենց դա է խնդիրը, պատիվ ունեմը Սերժ Սարգսյանը հանրապետականի վերջո։ Ինչու են այդ գործընթացը ռեալ համարում ու այս քաղաքական տրյուկը, հա, այսպես ասած, ո՞րն է կամ հաշվարկը։ Ասեմ ինչու են տրյուկ կամ հաշվարկանում, ոչ մի տրյուկ կամ հաշվարկել չկա, իրենք անլուրջ են։ Իրենք սխալ են գնահատում իրողությունները։ Իրենք մնացել են 2018 թվականի հեղափոխությունից ստացված տրավմայի տակ եւ այդպես անլուրջ բաներ են անում։ Տեսակ ինչ անլուրջ բան ստացվեց պատիվանուեմի դեպքում, երբ ասեցին մենք տեխնացու չունենք, կմիանանք ցանկացած տեխնացուի, այնա հայտնվեց մի հատ տեխնացու, հետո պարզվեց վայ չէ։ Նիկոլ Փաշինյանին, ինչ որ այնտեղ սկզբում գրում էին առանց նախապայմանների կմիանանք, հետո պարզվեց վայ չէ, ինչ որ նախապայմաններ կան, պետք է հələ ճշգրտվի Նիկոլ Փաշինյան 2, 3, 4, 5, 6, 7 այդպիսի տեխնացուներ են, թե այդպիսի տեխնացու անլուրջ են իրենք սխալ են գնահատում իրողությունները, իրենք մնացել են 2018 թվականի տրավմայի տակ, որ մի բան արած լինեն, որ քաղաքական դաշտում մնան, ուզում են ընտրողների պահպանողական հատվածի ձայներին մի ձև տեր կանգնեն, բայց իրենք քանի որ իրենք սխալ են գնահատում իրողությունները, իրենց հոգեբանական խնդիրների, տրավմայի եւ այլ բաների հանգամանքների բերումով Քոչարյանը շատ ավելի ճիշտ է գնահատում իրավիճակը, դրա համար Քոչարյանը ավելի մեծ շանսեր ունի քաղաքական դաշտում մնալու եւ process-ներ տանելու եւ ուրեմն ավելի մեծ ռիսկ է ներկայացնում, որ 2026 թվականին իսկապես կարող է ուրեմն լուրջ հայտ ներկայացնել իր թիմը իշխանության գալու համար։ Քոչյանին դեռ կվերադառնանք պարոն Մանուկյան, հիմա ավարտենք այս իմպիչմենտի թեման ու հանրապետականին, ես երեք պարոն Մամիջանյանին էի լսում հարցազրույցեր տալիս, ասում է փաստ չի, որ մինչև ընտրություններ կսպասենք, այլ գործընթացներ կարող լինել, իմպիչմենտ կարող է լինել, տեխնացուի հարց է քննարկվում այն իմաստով, որ եթե Փաշինյանի երկուս Էդմոն Մանուկյանը եւ մասկ կուսակցությունը, այսպես կոչված կամ Աղազարյան ենք, ասում են, որ իրենք խորհրդարանական ընդդիմադիրների որևէ տեխնացուի չեն քվեարկի, Աղազարյանը ասում է, եթե նույնիսկ Էդմոն Մանուկյանին իրենք առաջադրեն, մենք չենք ստորագրի նախաձեռնության տակ։ Այսինքն այդ դեպքում պատիվ ունեմի տեսակետը ո՞րն է, պատիվ ունեմի հույսը ո՞րն է, եթե իրենք լավ անլուրջ են, սխալ են գնահատում իրավիճակը, եթե հատուկ չեն անլրջացնում իրավիճակը, եւ պրոստը ուղղակի անլուրջ են իրենք եւ սխալ գնահատման հետևանք է, ապա այդ դեպքում իրենց հույսը
կամ ինչի վրա են ապավինում, որտեղից այդ երկու քվեն կլինի, եթե Աղազյանին չեն ստորագրելու։ Ոչ մի բանի վրա էլ չեն ապահովում։ Անլրջությունը հենց դա է նշանակում, որ մի օր այսպես կմտածեն, մի օր այնպես կմտածեն, ոչ մի ռացիոնալ հաշվարկ չկա։ Այնքան որ մի բան անեն, իրենց թվում է թե ցույց են տալիս, թե գործ են անում կամ որ իրենց ինչ որ բան կարող է հաջողվել։ Անլրջությունը հենց դա է, որ ոչ մի հաշվարկ չկա։ Տեսեք, դուք ինչ որ ասում եք, դուք տրամաբանում եք, հետևանքներն եք հաշվի առնում, փորձում եք ռացիոնալիզացնել իրենց դիրքերից, չկա նման բան։ Այդ մարդիկ ընդամենը ուզում են դաշտում երևալ, որ ինչ որ մի բան անում են եւ տպավորություն թողնել, թե իրենք ինչ որ մի բան անում են, բայց Քոչարյանը շատ ճիշտ ասել է, անլուրջ process է սա։ Եվ այդ process-ը սկսողներն են շատ անլուրջ մարդիկ։ Պարոն Մանուկյան, ասում ձեր ասածը Նարեկ Մալյանը եւ Էդգար Ղազարյանը շատ անլուրջ մարդիկ են։ Իրենք 18 թվականի հեղափոխությունից հետո տրավմայի տակ մնաց հոգեբանը։ Նարեկ Մալյանը մինչև հիմա կեղծ ընդդիմադիրներ է դաշտում ման գալիս։ Պատկերացնում եք, ինքը իր հոգեբանությամբ մնացել է 17-18 թվական, երբ որ Սերժ Սարգսյանը, այո, կեղծ ընդդիմադիրներ էր ստեղծում դաշտում, սրան մի ձև փորձում էր դաշտի ձևով կառավարել, ինքը այդ մտածողությամբ է, իրան թվում է Նիկոլ Փաշինյանն էլ է նույնը անում։ Էդգար Ղազարյանը, երբ որ խոսում է Նիկոլ Փաշինյանի մասին, կարմրում կապտում է այդ մարդու մոտ նորմալ չի այդ մարդու վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի եւ իշխող կուսակցության նկատմամբ։ Հիմա այդ անլուրջ մարդիկ ինչ որ գործընթաց են սկսել, պատիվ ունենալ դե յանում թե մենք ավելի լավն ենք, հա ուրեմն համաձայն ենք միավորվել, բայց չեղավ այնտեղ ուրեմն այս ինչ տեխնացու է Նիկոլի երկրորդը, երրորդը, այդպես անլուրջ գործընթաց է դրա համար եմ ասում։ Իրեն հարցը նա է, որ պատիվ ունեմը հաշվարկ անել բնական է, չէ՞ որ փորձառու քաղաքական գործիչները Սերժ Սարգսյանը մի օր չի քաղաքականության մեջ ձեր նշելով նույնիսկ որ ինքը կեղծ ընդդիմություններ է ստեղծել, կառավարել եւ այլն, այդ մարդը անհնար է որ մի քայլ կոնե առաջ մտածած չլինի։ Հետեւաբար ձեր ասածը նաև որ Սերժ Սարգսյանն ու Հանրապետական կուսակցությունը հատուկ են անլրջացնում այս գործընթացը, թե ուղղակի այլ տարբերակ չունեն դաշտում մնալու համար, փորձում են ինչ-որ կեղծ քայլերով ձգել մինչև 26 թվականը ակտիվություն ցուցաբեր, որ մարդիկ հիշեն իրենց մասին, գնան ընտրություններին ընտրեն օրինակ։ Երկրորդ ձեր ասած երկրորդ տարբերակն է, բայց ես մի քիչ դուք ավելի մեղմ ձևակերպեցիք։ Սերժ Սարգսյանի ելույթը կարծեմ Հանրապետականի ինչ որ ժողովի ժամանակ էր։ Ես նայեցի ամբողջ ելույթը ուրեմն անցյալի մասին էր։ Հիմա դուք ասում եք փորձառու քաղաքական գործիչներ են, մի քայլ առաջ են մտածում, չկա նման բան։ Այդ իրանց մի քայլ մտածել է, հետո որ դաշտում այնքան որ երևում են, լրագրողներով էլ այսպես հետաքրքրվում եք, թե երևի ինչ որ բան են հաշվարկել, բան գնանք հասկանանք ինչ է, ոչ մի բան չեն հաշվարկել, ոչ մի բան չկա։ Քոչարյանն է այտենց հաշվարկանողը եւ դաշտը տեսնողը եւ ճիշտ գնահատողը։ Ես այսպես եմ հասկանում իրավիճակը։ Ես չեմ տեսնում որևէ լուրջ հաշվարկ կամ ռացիոնալ մտածողություն ընդդիմադիր հատվածի այդ դաշտի մոտ։ Ես դա տեսնում եմ այն մյուս դաշտի մոտ, այդ Քոչարյանի եւ նրա այդ դաշտին գալով, պարոն Մանուկյան, Քոչարյանն էլ վերջերս լուրը տարածվեց, որ Մոսկվա է գնացել ապրիլին կարծես, որը չհերքվեց, կարծես նույնիսկ հաստատեցին ու ոչ ուղիղ հաստատեցին Մոսկվայի այցը, նորից օրեր առաջ, 2 օր առաջ էլ հրապարակ օրաթերթներ գրել, որ Ռոբերտ Քոչարյանը եւս մեկ այց է կատարել Ռուսաստան, անգամ Կրեմլում հանդիպել է Հայաստանի հարցերով զբաղվող Կիրիենկոյի հետ, որը վերջերս էր Պուտինի կողմից նշանակվել, նախագահի աշխատակազմի ղեկավարն է կարծես եւ նախկին վարչապետ, հիմա Հայաստանի հարցերով է զբաղվում, կուրատորն է, հիմա ասում են իր հետ է հանդիպել, այս մասն եւս կուսակցությունից չեն գրասենյակից Քոչարյանի չեն հերքել ամեն դեպքում, արձագանք դեռ չկա, Քոչարյանը գնացել էր Դաբրո ստանալու հին բարի փորձով։ Քոչարյանը պարզ է ինչի է ինքը գնում Մոսկվա, ինքը գնում է Մոսկվա, Դաբրոյի հարց չէ, Դաբրո բանը սխալ է երևի ասել, աջակցություն ստանալու համար։ Երբ որ ասում ենք Դաբրո, այդ նշանակում է, որ Մոսկվայից ինչ-որ բան կարող են որոշել Հայաստանի մտածողությամբ հիմա դեռ Մոսկվան է որոշում Հայաստանում իրողությունները ու գնացել է
Բայց ինչի համար է գնացել, եթե այդպես չի մտածում։ Եթե ինքը այդպես մտածեր, ես կասեի, որ ինքը սխալ է գնահատում իրողությունները, բայց ինձ չի թվում, որ ինքը այդպես է մտածում։ Ինքը փորձում է հնարավորինս շատ աջակցություն կորզել Մոսկվայից, որովհետև գիտի, որ Մոսկվան ինչ որ գործիքներ ունի ներքաղաքական իրողությունների վրա ազդելու ամենատարբեր երկրներում, նույնիսկ Միացյալ Նահանգներում ու Եվրոպայում է փորձում ազդել, չնայած դա չեզոքացնում են, բայց Հայաստանում ավելի շատ հնարավորություններ ունի ազդելու, չէ՞։ Հիմա ինքը գնում է եւ փորձում է ուրեմն այնտեղից ինչ որ այդպիսի աջակցության բաներ ստանալ։ Հիմա որ ասում եք չի հերկել իր գրասենյակը, որ հանդիպել է չգիտեմ ում հետ։ Եթե չի հերկել, չի նշանակում, Մոսկվայից չեն հերկել, բայց գիրենք այդ հանդիպումը չգիտեմ։ Հիմա տեսեք, իրենք նաև դա են ուզում Հայաստանում ստեղծել, որ այ ինքը Ռուսաստանի կողմից հավանության արժանացած եւ աջակցություն վայելող մարդ է։ Դրա համար այդպիսի լուրերը, որ տարածվում են, իրանց ձեռք է տալիս, որ իբր թե ինչ որ բարձրաստիճանների հետ է հանդիպել։ Հիմա ես չգիտեմ Կրեմլը ինչ որ երկրորդական, երրորդական պաշտոնյաներով իր հետ հանդիպել է թե չէ։ Դա մենք չենք կարող իմանալ, բայց այդպիսի լուրեր, որ տարածվում են, թե իբր լուրջ մարդկանց հետ ինքը հանդիպել է, դա չի նշանակում, թե իսկապես նման բան կա։ Ինքը պրոստը դա օգտագործում է, ընդհանրապես սա է տեղի ունենում, ինքը անընդհատ փորձում է Ռուսաստանի աջակցությունը ստանալ Հայաստանի ներսում ինչ որ բաներ անելու համար։ Ինքը այդ նույն բանը անում էր ամենասկզբից 2018 թվականի հեղափոխության օրերին, երբ որ գնացել էր Ռուսաստան, եւ դաժե ես հիշում եմ ինքը նույնիսկ հարցազրույց էր տվել ընդեղի լրատվամիջոցների մեկին, ասում էր Նիկոլ Փաշինյանն ասում է բերեք իշխանությունը, ինձ տվեք իշխանությունը ճամփուկ չի, որ վերցնենք իրեն տակ։ Այդ տեսակ բաները։ Ինքը այդ տեսակ մարդն է, որ անընդհատ ուզում է Ռուսաստանի շահերին ծառայել։ Միգուցե ինքը մտածում է, որ Ռուսաստանի շահերին ծառայելով ինքը մեծացնում է իր հնարավորությունները Հայաստանում իշխանության գալու, միգուցե այդպես է մտածում, միգուցե իսկապես շատ հայրենասար մարդ է, չնայած չեմ կարծում, որ այդպիսի բան է, մտածում է իսկապես Հայաստանի շահերը համընկնում են Ռուսաստանի շահերի հետ եւ այլ տարբերակ չկա եւ այլն եւ այլն։ Միգուցե այդպես է մտածում, բայց քիչ հավանական եմ սա համարում, առաջի տարբերակը ավելի հավանական է։ Բայց ինքը այդպես է դիրքավորել Հայաստանի քաղաքական դաշտում, իրեն այդ նիշանը իր համար վերցրել եւ դրա համար էլ անդադ գնում է Մոսկվա, որ ինչ որ փորձի աջակցություններ ստանալ, բայց Մոսկվան ես վստահ եմ, որ իրենք հասկանում են, որ եթե հանկարծ ինչ որ սահման անցնեն, շատ լուրջ հակազդեցություն կարող են ունենալ Հայաստանի կողմից եւ հետո Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից գնալով թուլանում է եւ թուլացել է արդեն մեծ չափով Ղարաբաղի կորստից հետո հիմա Հայաստանն էլ հասկանում են իրանք, ես կարծում եմ Մոսկվայում, որ եթե հանկարծ ինչ որ մի սահմանից չափը անցնեն, այնպիսի հակազդեցություն կարող է ստանան Հայաստանից, որ իրենց համար շատ վատ լինի։ Դրա համար ես վստահ չեմ, որ Քոչարյանը անպայման ինչ որ հաջողությունների հասնելու է նրանում, ինչը ինքը հույս ունի, որ Ռուսաստանը լուրջ տարբեր ընտրություններին Հայաստանում եւ լուրջ աջակցի իր։ Պարոն Մանուկյան, դուք խոսեցիք նախ նշեցիք, որ Քոչյանը ավելի ռացիոնալ է, քան Սարգսյանը օրինակ, բայց եթե այդպես է, ապա Քոչյանն անգամ 2021-ին, երբ Արցախը դեռ կար, դեռ խաղաղապահները Արցախում էին, եւ անգամ 18-ին վկայակոչեցիք, երբ դեռ Արցախի պատերազմը չկար էլ, այսինքն Ռուսաստանին թշնամաբար Հայաստանում չէին մոտենում, չէին համարում, որ դավաճան է Ռուսաստանը, անգամ այդ պարագայում, եթե Ռուսաստանի օգնությունը չեղավ կամ Քոչյանին կամ օգնությունը եղավ, բայց ազդեցություն չկործեց, ապա հիմա ինքը ինչ հաշվարկներով է փորձում Ռուսաստանի աջակցությունը ստանալով իշխանության գալ Հայաստանում, որովհետև Հայաստանում հակառուսական տրամադրությունները շատ բարձր են եւ ակնհայտ է, որ դա կարող է բացասական էֆեկտ հակառակը տալ եւ որ ինքը կանգնում ուղիղ եթերում կամ տեսագրությամբ ասում է, որ այո, ինչու՞ չէ, պետք է քննարկել այդ միութենական պետություն մտնելը կամ ասում եք, գիտեք, Եվրամիությանն անդամակցել ավելի ինքնիշխանության շատ ավելի մեծ կորուստ է, քան օրինակ միութենական պետությունը, դա հակազդեցություն չի առաջացնում մարդկանց մոտ, դա ձայների նվազում չի ենթադրում, այս տրամադրությունները հաշվի առնելով, ապա որտեղ է այդ ռացիոնալիզմն ու հաշվարկը Քոչյանի։
Հա, տեսեք ինքը մի քիչ հետ է կանգնում իր ասացից նախ, այդ Բելարուս միության միանալու հետ կապված ինքը ասաց ես նախագահի մեղի ոչ մի այդպիսի խոսակցություն չկա, այն ենթատեքստով, որ նման բան չի կարող լինել։ Այսինքն նախ ինքը մի քիչ հետ է կանգնում դրանից, երկրորդ թե ինքը ընդդիմադիր հատվածում տարբեր ճակատներով այսպես իշխանության դեմ պայքարելու կողմնակից է եւ իր հաշվարկի մեջ կարող է լինել որ ինչքան էլ ուզում է հակառուսական տրամադրությունները շատանան մի 20-30% ռոզալինի ընտրողներ կլինեն հիմա ինքը դա է տանում այն իր հաշվարկի մեջ նա է որ ընդդիմադիր դաշտը առանձին է գնում Այն մյուսները, ովքեր որ այդ Ռուսաստան արևմուտք այդքան շատ դրա մեջ խորացած չեն, հա, ենթադրենք հանրապետական կուսակցությունը, հա, հանրապետական կուսակցությունը առանձին է գնում եւ հանրապետական կուսակցությունը այդքան շատ չի նայում Ռուսաստանին կամ բանան, չէ, ավելի չեզոքոտ է այդ հարցում։ Այն մյուսները լրիվ ասենք ինչ որ թաղային տղաներ են կամ ԲՀԿ-ի նման ինչ որ բաներ են, այդպես տարբեր ընդդիմադիրներով գնան եւ վերջում երբ որ իրենք ինքը այդ ռուսական դաշտն է տանում, այն մյուս ընդդիմադիրները ուրիշ ձևերով են հավաքվում գնում եւ գումարային արդյունքում կարող է իրենք ավելի շատ ձայն հավաքել, վերջում միասին կոալիցիա կկազմեն եւ իշխանության կգան, այդ է հաշվարկը։ Եվ վերջում պարոն Մանուկյան, գիտենք հայտարարությունը լսեցինք Բագրատ Գալստանյանի, որ սրբազան կոչվող շարժումը շարունակելու է ակցիաները, չի սպասելու 2026 թվականի ընտրություններին, ասաց ինչ 2026-ին Նիկոլ Փաշինյան արդեն չի լինելու, փողոցային պայքար են սկսելու, հենց այս մի օրվա ընթացքում կսկսենք, տեխնիկական խնդիրներ ենք լուծելու ու այնպիսի վստահությամբ, որ օրերի հարց է, ինչ սպասենք հոգևորականի կարգավիճակը սառեցրած, բայց սրբազանի կոչումը պահած, քաղաքականություն մտած եւ կաթողիկոսի աջակցությունը ստացած ստեր տարածող այդ հոգևորականի շարժումից։ Ոչ մի բան, ինքն շատ անլուրջ մարդ է։ Լուրջ պետք չի վերաբերել իրենց։ Ես դրա համար միգուցե շատ եմ կրկնում այդ բանը, իմ միակ վախը եւ մտահոգությունը Քոչարյանն է, որովհետեւ ես այնտեղ եմ տեսնում, որ ինչ որ լուրջ ռազմավարական իրենց շահերի տեսակետից հաշվարկներ ու բաներ են անում։ Իսկ սա անլուրջ մարդ է, անլուրջ բաներ է ասում։ Քոչարյանն հայտարարել են, կարծես Դաշնակցությունը հայտարարել է, որ միայնակ են գնալու ընտրություններին։ Քոչարյանն կուսակցություն չունի, ինչպես է մասնակցել ընտրություններին ձեր կարծիքով։ Ինչ այդ Քոչարյանի բազմազանեցումը ինչպես է դրսևորվելու, ինչպես է ինքը միավորելու հետո ընդդիմադիրներին։ Ինքը շատ հստակ ասել է, գաղափարականորեն մոտ ուժերը իրար հետ կհամախմբվեն, կարող են գնան, բայց չի կարող լինել, ասենք 20 միավոր, մի 20 քաղաքական ուժ մի դաշինքի մեջ եւ միասին այդպես գնան։ Կգնա այնպես ինչպես 2021 թվականին, միգուցե հավանաբար Դաշնակցության հետ եւ ելի այն մարդկանց հետ։ Չէ, Դաշնակցությունը հայտարարել է, որ Դաշնակցությունը միայնակ է մտնելու պայքարի մեջ։ Շատ լավ Քոչարյանն է, նույնիսկ հնարավոր է, շատ հնարավոր է հենց Քոչարյանն է ասել, թե դուք միայնակ գնացեք։ Շատ լավ Քոչարյանն էլ ինքը ինչ որ մի հատ Քոչարյան դաշինք կասի, կհավաքի մոտիկներին դրանով կգնա։ Դաշնակցությունը առանձին կգնա, հանրապետականը ու այն մյուսները ամեն մեկը առանձին կգնան։ Իսկ վերջում եթե ինչ որ համամասնորեն մտնեն խորհրդարան, չգիտեմ 10%, 15%, 4%, 5%, վերջում Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան միասնություն կլինի այս փոխհրաձգությունները, այս ծայրաստիճան լարված հարաբերությունները, այս մեղադրանքների լրջությունը, որ տեսնում ենք, այդ որ փոխնեպող ուղում են իրար, սա հնարավորություն տալիս է վերջում միավորվել։ Իհարկե տալիս է, այդտեղ ես այդքան շատ լրջություն չեմ տեսնում, իհարկե, Գյումրիի օրինակով շատ հանգիստ իրենք վերջում կնստեն կպայմանավորվեն, եթե քաղաքացիական պայմանագիրը կամ այն ընդդիմադիր ուժերը, որոնք ավելի կառուցողական են, միասին չկարողանան 50-ից ավել տոկոս ձայն հավաքել, այդ նախկինները, այսպես ասած, որոնց մենք ասում ենք նախկին, հաստատ կնստեն ու կպայմանավորվեն։ Պարոն Մանուկյան, բոլոր տարաձայնությունները մի կողմ թողնեն։ Քոչարյանը Կրեմլից իր ցանկացած աջակցությունը ձեր կարծիքով կստանա ու ինչպիսին կլինի, ինչ տեսքով կլինի այդ աջակցությունը։ Ես կարծում եմ, որ որոշակի աջակցություն կստանա, բայց էլի ես կարծում եմ, որ Կրեմլը կզգուշանա իմանալով, որ կարող է դա վատ հետևանքներ ունենալ իր համար։ Իսկ եթե ինքը միջամտի եւ այնուամենայնիվ այդ նախկինները չկարողանան հաղթել, այդ դեպքում Հայաստանի իշխանությունը կարող է շատ ավելի վճռական ու կոշտ քայլերի գնալ, որը իրենց դուր չգա։
Օրինակ, այսինքն ես կարծում եմ, որ որոշ աջակցություն կտան, բայց սահմանը միգուցե չանցնեն, բայց այստեղ մենք չպետք է հույսը դնենք դրա վրա։ Շատ կարևոր է, որ Հայաստանի օրենսդրությունում հստակ մեխանիզմներ լինեն, որ օտարերկրյա նման միջամտությունը 26 թվականի ընտրություններին չեզոքացվի, իսկ եթե չեզոքացվի, ապա եւ պարզվի, որ արդյունք ունեցել է, ապա ինչպես է բողոքարկման գործընթացը գնալու, որ այդ ընտրությունները չեղյալ հայտարարվեն, մոտավորապես այնպես, ինչպես եղավ Ռումինիայում։ Այսինքն այդ մեխանիզմները Հայաստանում այս առաջիկա տարվա ընթացքում անպայման պետք է ներդրվեն։ Քաղաքացիական պայմանների կուսակցության կարևոր պարտավորություններից մեկն է, ես կարծում եմ դա, որ այդպիսի հստակ մեխանիզմներ ներդրվեն։ Շնորհակալ եմ, պարոն Մանուկյան։ Խնդրեմ, ես էլ եմ շնորհակալ։ Civic AM-ի եթերում զրուցեցինք քաղաքագետ Հրայր Մանուկյանի հետ, տեսություն կհանդիպենք։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։